Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Ինչպես ես տարբերում խնձորենին։ Վրայի աճած խնձորներից։ Ինչպես ես տարբերում բալենին։ Վրայի աճած բալերից։ Եվ ինչպես ես տարբերում ընկուզենին։ Վրայի աճած ընկույզներից։ Մենք ծառը ճանաչում ենք իր պտուղից։ Առողջ ծառը լավ պտուղ է տալիս, վատ ծառը վատ պտուղ է տալիս։ Իսկ ինչպես ես ճանաչում քրիստոնյային։ Շատ կարևոր ձևով կարող եք տարբերել մարդկանց, ովքեր պատկանում են Հիսուսին։ Երկու ընկեր տեսան այս հատկանիշները առաջին քրիստոնյաների կյանքում։ Նկատել ես, որ հռուտն այլևս այնքան կռվարար չէ, ինչպես առաջ էր։ Նախկինում նա միշտ բողոքում էր իր հարևաններից և ծաղրում նրանց, իսկ հիմա նա օգնում է նրանց։ Նույնիսկ ջուր է հանում ջրհորից։ Ես ուրիշների նկատմամբ երբեք այդքան մեծ սեր չէի նկատել։ Եվ մռայլ դեմքով Սամվելը հանկարծ շատ սիրալիր է բոլորի հետ։ Նա այլևս վատ խոսքեր չի օգտագործում։ Արդեն մի շաբաթ է, ինչ նա փոխվել է։ Դա անկասկած կապ ունի Հիսուսի հետ, ում հավատում են նրանք։ Դու կարող ես նրանց միմյանց հանդեպ սիրուց հասկանալ, որ նրանք քրիստոնյա են։ Նրանք ամեն օր աղոթում են։ Ես զարմանում եմ, որ նրանք դրա համար այդքան ժամանակ ունեն։ Նրանք նույնիսկ ուրախ են երևում, և հիմա լավագույն ընկերներ են։ Եվ պատկերացրու, Հովսեփն անգամ իր հողատարածքն է վաճառել, որի ամբողջ գումարը նվիրաբերեց։ Նա ամբողջ գումարը տարավ եկեղեցու առաջնորդի մոտ, ով հետագայում այն տվեց աղքատ մարդկանց։ Նախեն թե։ Նրանցից ոմանք նույնիսկ իրենց տներն են վաճառել և ամեն բան տվել աղքատներին։ Ինչպես են նրանք միմյանց մասին հոգում։ Ագահ լինելու փոխարեն նրանք ամեն բան կիսում են միմյանց հետ։ Նրանք փոխվել են, սիրում են իրար և նրանց տեսնելով մարդիկ զարմանում են։ Քրիստոնյաների կյանքը համապատասխանում է այն ամենին, ինչ Աստված է սովորեցրել Աստվածաշնչում։ Սուրբ Հոգին միայն լավն է անում քո կյանքում, որ աճես։ Սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն։ Արդյոք քո կյանքում կան այսպիսի պտուղներ։ Հիսուսին հավատալը փոխում է քեզ։ Երբ մեկի սիրտը փոխվում է, իրեն շրջապատողները կարող են դրա նշանները տեսնել։ Արդյոք կարող են մարդիկ տեսնել այդ բնորոշումը քո մեջ։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։